Հա, ուրեմն որ ասեցիք հիմա ուզում եք ներսին մարզասրաններն են նորոգեք, դա ճիշտ մոտեցում է, բայց բացօթյաների համար կներեք, ես տարբերում եմ ձեր գաղափարի հետ, սա ոչ արդյունավետ ծախս է, մի 3 տարի ես փորձեմ հասկացնեմ, որ սառը ձեռքերով ձունի մեջ բասկետբոլի նետումներ չեն կարող անեն, անձրևի մեջ, քամին որ գալիս է գնդակը քամի խփում է, չգիտեմ կարա դժվար հասկանամ, բայց գնդակ ուղիղ չի գնում։ Մենք արդյունավետ ծախսեր չենք անում, երբ որ բացօթյաների վրա են կենտրոնանում, ավելի լավ է, այս $550,000 բավարար գումարը մի հատ սանդվիչ պանելներով այդտեղ մի հատ մարզասրահ սարքել մեծ չափսի, դպրոց ունի փոքր մարզասրահ տեսարան, բայց այս գնով սանդվիչ պանելներով շատ հեշտությամբ կարեք մարզասրահ սարքեք, որտեղ ձմեռն էլ եւ ամառը եւ գարունը եւ աշունը համ բասկետբոլ են կարող խաղալ տեղեքը, համ էլ թենիս։ Եվ մյուս առաջարկն է, որ ինչ ասում եմ 3 տարի այս մարզասրահները պիտի բաց մնան, այդ ձեր օրենքները փոխեք, որ պիտի բժիշկ լինի տեղ երեխեքը մտնեն կամ մարզիչ, հա պահա կամ մի հատ տարիքում մարդը տեղ պետք է լինի, բայց պիտի ազատականացնեք մարզասրահի օգտագործումը, որ երեխեք ձմեռն էլ պարապեն, այդքան։ Շնորհակալ եմ պարոն Զարուկյան, իրականում տվյալ դպրոցի տարածքը ինքը բավականին մեծ է եւ այդտեղ մենք կոմպլեքս սպորտային մարզադաշտեր են կառուցում, ինչ վերաբերում է ձեր այլ հարցին, այդ մյուսն էլ ենք անում, այսինքն փակ դահլիճներն էլ ենք նորոգում եւ համապատասխանեցնում այսօրվա ստանդարտներին։